Ինչով է առանձնահատուկ թիավարությունը մարդու համար, երիտասարդի եւ այսօր ըստ ցանկության նաեւ տարիքն առնելուց հետո կարող են մարդիկ սկսել զբաղվել։ Մեր սպորտաձևը թիավարությունը մի քիչ բան է, ծերական է։ Այսինքն դու կարող ես մինչև 50 տարեկան պարապես ու մասնակցես մրցումներին ու լավ զգաս։ Մեր ժամանակ աշխարհի չեմպիոններ մեկը կար Ֆրիդրիքսոն բանից էր, Ֆինլանդիայից էր, Սովետական միությունից կար Պիսարև, Սիլաև, մինչև 48, 50, 40 տարեկան քշում են եւ առաջի տեղ են գնում։ Երկարակյաց սպորտ է սա։ Ենթադրենք 18 տարեկան, 20 տարեկաններում դու չես կարող այն արդյունքը ցույց տալ, որ բայց արդեն 20-ից հետո 30 իսկական տարիքն է թիավարողների համար։ Բայց որոշ սպորտաձևերում 30 արդեն կարիերայի ավարտ է։ Հա, այդ շատ ձևերում, օրինակ լողա, եսիմ ցած ջրի մեջ բան, դրանք 20 տարեկանից են թողում։ Բոքսը բանը նրանք չեն կարող երկար դիմանալ։ Նո, շամարտությունը կարող է մի քիչ դիմանալ, բայց ընդհանրապես մեծ մասամբ թեթև ատլետիկան թեկուզ բան նրանք չեն կարող այդքանը։ Բայց մեր ձևը կարող է սպառապել։ Հիմա ներկա մոմենտին մեր մոտ կա մի հոգի 40 տարեկան, այն մնացածները մի եսիմ 25, 22 Բայց կարևորը որ գալիս է զբաղվում են թեկուզ սիրողական։ Հա, ինքը գալիս է, նույնիսկ գնում է, մրցումներ է գնում, բայց դա անարդյունք է, էլի։ Նույնիսկ ամոթ է, որ նա հենթարենք հաղթում է այդ 25 տարեկանին, հենթարենք 22 տարեկանին, դա նշանակում է, որ մեծ այդ սպորտը զարգացում չունի։ Բայց հետաքրքիրն այն է, որ դուք թեև զարգացում չկա, թեև ինչն է ձեզ ուժ տալիս շարունակել մնալ Ես միշտ այն հույսով եմ, որ կլինի մի օր իսկ կտան լոդկա, ես կարող եմ չեմպիոն պատրաստել։ Ես լավ աշակերտներ եմ ունեցել։ Այդ տարի տեսեք, մի ամսում այդ ապակա գյուղից ահագին երեխեք եկան, բայց գնալով այդ մագույտները կոտրվեցին, հետո արևի տակ տեղ չկա։ Մի 10 տարի մենակ իմ մեքենայի մեջ էին, մի Ժիգուլիկ, հա, դրանցով 8 հոգի դրում եմ, տանում բերում եմ, դրա մեջ հանվում էին, հագնում էին, ոչ տուալետ, ոչ դուշ, ոչ մի բան չկար, էլի։ Հիմա մի հատ բուդկա են տվել։ Երևանյան լճի մոտ։ Չէ, ես հիմա ապագայում եմ աշխատում, ապագա գյուղում։ Այդ լճերը, որ ասում եք, այդ տարածքում։ Հա, այդ լճերը, որ ասում ենք, պարապելու համար հիանալի տեղ է, բայց ել եմ ասում, չկա գույք։ Չեն տրամադրում, չեն ուզում։ Քանի որ ես էլ շփումս քիչ հա դպրոցի հետ, ենթադրենք մի լոդկա 2-3 լոդկա ստանում են, նրանք իսկույն վերցնում են։ Վանին պետք չի։ Նա գյուղում նրանք չպարապել կլինի, բայց այդ պայմաններում ես էլ եմ ասում, տվել եմ այս բաներում չեմպիոններ Հայաստանի։ Մոսկվայի մասնակցի։ Իսկ օգոստոսին Սևանում բաներ Հայաստանի պատանիների առաջնություններ։ Մասնակցին ինձ համար այդ արդյունքը ված չի, որովհետև մասնակից երեխեքը բանը երկոքի մեկը երրորդ տեղ եկավ, մեկը առաջի տեղ եկավ, վրացիներն են մասնակցում։ Այդ Վրաստանից առաջի տեղ եկան, մերոնք երկրորդ, բայց մեծ երեխա էր, երեխեքը ճանաչին, որ ուրիշ բանում մրցույթում այդ մասնակցել է։ Ապացուցեցին, որ դա իրանց տարիքին չի, հանին իրանք առաջի տեղ եկան։ Հա, այս մյուսներն էլ 8 տարեկան, 10 տարեկան եւ իրանց համար այդ պարապելու ժամանակաշրջանի հատվածում հիանալի արդյունք ցույց տվին, շատ լավ էր։ Ես որպես մարզիչ գոհ եմ իրանցից։ Բայց հիմա այդ երեխեքը, որ այդ 12-ը ինչի համար մնացին, որտեղ այնտեղ այդ Սևանի վագույկներով մենք պարապում էինք։ Հիմա որ եկել են այստեղ, էլի մի լոդկով 4 հոգի հերթով սպասում են իրանց։ Դա երբեք օգուտ չի բերի մեզ։ Հասկացա։ Ընդհանուր առմամբ երկու մարզադպրոցում քանի երեխա է մարզումներին հաճախում։ Դե գիտեք ոնց է, ես տոշտի քանակը չեմ ասի, բայց էլի շատ չեն, մոտարապես մի 70 հոգի մասնակցում են, բայց այդ 70-ից որոնք պետք է մասնակցեն պիտանի 4-5 հոգի մարդ են կազմում։ Այդ 4-5 հոգին էլ գնում են աշխարհի առաջնության։ Ես ափսոս իմ հեռախոսով չունեմ։ Այս վերջում մի 10 օր առաջ մրցումներ եղավ աշխարհի առաջնություն Իտալիայում։ Մենք նայում ենք, ուրեմն 5-6 հոգի, 7 հոգի գալիս են, էլ դրանից հետո մարզուց չեն տալի, դրանց մեջ արդեն հայերն են։ Իրանք վերջի տեղից շատ են հետ գալիս։ Այդպես չպետք է լինի, էլի։
Իսկ եթե համեմատում եք տարածաշրջանի երկրների հետ, Վրաստանի մեր պատկերը ինչպիսին է, այնտեղ զարգացած է սպորտաձև։ Վրաստանի հետ համեմատեմ, Ռուսաստանը շատ մեծ երկիր է եւ ունի շատ ռեսուրսներ։ Ռեսուրսներ, դե մակույկներ, բաներեսյաններ, ամեն ինչ ունի։ Վրաստանը մի երկիր է, որոնք դրանք չեմ կարող էլի ոնց ասեմ, որ իզևի մարդիկ են։ Սլալոմը այդ բանը նա արագահոս ջրերում որ գնում են։ Ուրեմն սովետական միություն եկավ գիտե 65, 66 այդ թվերին։ Նրանք մի անգամից այս բայդարկակշողներին վերցրին դրին այդ սլալոմ սպորտաձևը։ Եվ մի 10 տարի ամբողջ սովետական միության հավաքականը վրացիներ էին։ Իսկ դպրոցներ բացին սլալոմի բանի էլի, մեզ էլ ասին եկեք ինձ ինչքան կանչին արի գնանք, բայց որ հիմա բանում աշխատում է Լիոնի այգում, իմ աշակերտն աղը, նա գնաց, դե մենակ ես չուզեցա դպրոց թողեի բանանեի գնայի, նա դարձավ սովետական միության չմով այդ ձևից, պատկերացնում եք։ Իսկ հիմա հենց թիավարությունից։ Հիմա թիավարությունից էլ եմ ասում, եթե լինեն պայմաններ, այդ գյուղական պայմաններից տեղերից ահագին երեխա կհավաքվեն։ Դպրոցում որտեղ աշխատում եմ, որ մի քիչ պայմաններ եթե լինեն, ահագին երեխա կգա։ Բայց որ գալիս են, պետք է արդեն նստեն, պարապեն։ Հետո պարտադիր է բանը այդ փրկարար նավակը։ Որտեղ մենք որ մի քիչ ջուրը սառում է, էլ ենք պարապում։ Նա կարող է անգնի ջուրը եւ չկարանա լողանա, բայց ես անմիջապես պետք է հասնեմ դրան։ Հիմա հիմնականում Երևանում եւ թիագները եւ մակույկները ամեն ինչը երկու հոգու ձեռքի է գտնվում։ Երկու մարզիչ են դրանց մոտ են։ Իսկ մեր մոտ հիմա որ եթե մեկը գա ստուգի կտեսնի էլի դրությունը ոնց է։ Երկու հատ լոդկա կա որ մեջտեղի սկիսվել է, հետո մի կերպ կապցնենք, բան կանենք։ Կքշեն, բայց դրանք մրցակցական լոդկեք չեն։ Չեն կարող մարզվել եւ արդյունք ունենալ։ Բանը ենթադրենք խոսքը դրան չի էլ որ այդ թույլա բանը։ Եթե մի քիչ արդեն դու հավասար քշում ես, մագուտն է առաջին տեղ բերում։ Դա մեծ նշանակություն ունի էլի։ Հիմա ես չասենք որ սպորտդահլիճ պիտի լինի մարզվելու հնարավորություն, լոգանքի, համապատասխան հագուստ, հանդերձանք։ Հնարավոր է։ Մեզ հիմա ինձ ընդմենակ մագուտներ տան հերիքա։ Ես ամեն ինչ կսեղսեմ այնտեղ։ Երեխեք էլ շատ կհավաքեմ։ Հիմա մոտավորապես մոտ կա 8-ից 9 երեխա։ Եթե դրանք իրար հետ եկան, բոլորը միասին, ուրեմն մի մասը չի պարապելու։ Իրոք չկա ոչ մի բան։ Բայց նայեք, հիմա նախարարություններ են բոլորը։ Իսկ սովետական միության մեջ վարչություններ։ Այդ Աբովյանի վրա հա ոնց ասեմ էլի մի 20-30 երևի ղեկավար չկար, բայց օլիմպիական չեմպիոններ ենք տվել, աշխարհի չեմպիոններ ենք տվել, ԵՔ խմբեր կար, հիմա սպարտակիադաներին մասնակցում էին մեր սպորտաձևը 40 հոգի մարդ էին գնում։ Դու պատկերացրեք 15 ռեսպուբլիկա Մոսկվա, Լենինգրադ առանձին են մասնակցում 17-40 մենակ մեր սպորտաձև են ինչքան մարդեր են բայց քանի սպորտաձև կա այդ բոլորից պարտադիր պետք է մասնակցեիր այսինքն դա տոներ ժամանակներ էր այո դա տոներ ժողովրդական տոներ ոնց որ ասած